Արմինասյան, չեք գնում, չէ։ Իհար ծխել եք հարգել եք ուրեմն, որովհետև միշտ երբ որ ես մոտենում եմ ամբյոնին դուք գնում եք ծխելու։ Արմինասյան, այդ մանտրայի պես որ կրկնում եք ամեն անգամ, սպանեց մեր իղձերը, հանձնեց, ուրացավ, ձեզ պետքա մանտրա քարտեր տպենք, մանտրա քարտա կոչենք եւ ձեզ բաժանենք բոլորիդ, որ դուք հանկարծ չմոռանաք, շպարգալկայի պես միշտ դրած լինի, որովհետեւ ցանկացած անհասկանալի իրավիճակում դուք սկսում եք խոսալ։ Ուրացում, Արցախ, սա ինչի մասին է խոսքը։ Եկեք մի քիչ բան անենք, ձեզ անատոմիական վերլուծության ենթարկենք ձեր իշխանության կոռուպցիոն դեմքը եւ սկսենք այն բանից, որ պարոն Մինասյան, երբ որ դուք կառավարությունում աշխատում էիք նախարար, եթե չեմ սխալվում, այդ ժամանակ էկոնոմիկայի նախարար էիք, Հայաստանում ստեղծվել էր այդ ժամանակ կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդ։ Եվ ահա այդ կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդը ոչ ավել, ոչ պակաս գլխավորում էր Հովիկ Աբրահամյանը։ Մարդ, որից այսօր ապօրինի գույքի բռնագազման մասին օրենքով միլիարդներ են պահանջում։ Եվ դուք այդ ժամանակ այդ կառավարության անդամ էիք, պարոն Մինասյան։ Հասկանում եք։ Դուք ասենք ոնց որ բանին գառներին պահտան գայլին ասեն դե պահի հանկարծ որևէ մեկը բան չանի։ Էսա ձեր հակակոռուպցիոն քաղաքականություն, դուք էլ այնտեղ նստած եք եղել։ Հիմա եկել ասում եք կոռուպցիա եւ ընդդիմության միջև կապը աբսուրդ է։ Ախր դուք ոչ թե ձեզ մեր հարցադրումները ոչ թե որպես ընդդիմություն, այլ որպես նախկին իշխանություն։ Ձեր կոռուպցիոն վարքագծի հիմնական բաները, արդյունքները կուտակվել են որպես նախկին իշխանություն, ոչ թե որպես ներկա ընդդիմություն։ Եվ մի հատ էլ աբսուրդ բան կա, որը հանրային դաշտում անդադ պտտվում է եւ ճիշտ ասած այդքան էլ ես կարծում եմ շատերը դա կրկնում են առանց հասկանալու, որ ասում են այդ նախկին ներկա տրամաբանության մեջ, ասում է դե հերիք չի, ես նախկիններից խոսակ։ Ոնց որ նախկինները բան են, գնացք են, գնացել են, էլ չեն վերադառնալու։ Նախ այդ որ հերիքա նախկիններից խոսակ, այդ թեզը հորինել են նախկինները, որովհետեւ նախկիններից չխոսանք։ Որովհետեւ չգնանք իրանց հետևից ասենք ձեր գողացածը պետք է հետ բերենք, ձեր կատարած հանցանքների համար պիտի պատասխան տակ բան։ Հիմա ասում են, ինչ լինում, ասում են դե հերիք չի նախկիններից խոսանք։ Մյուս կողմից էլ ասում են, բա նախկինների թալանացը խի չեք հետ վերադարձնում։ Բա հենց ասում ենք նախկինների թալանացը հետ վերադարձնենք, նախկինները դիմում են սահմանադրական դատարան, որպեսզի այդ օրենքը ճանաչվի հակասահմանադրական։ Ոչ չխոսանք բա նախկիններից, որովհետեւ նախկինները նաեւ ներկաներ են։ Չեն անցել գնացքի պես անվերադարձ չուկչակ չարակչակի բան հնչյունների ներքո։ Իրանք կան այստեղ նստած են, այս մարդիկ հիմա պայքարում են դրա դեմ։ Բա դրա մասին է խոսքը, բա Տիկին Լիլիթ Գալստյանը ասում է դեմ է մեր իշխանության մասին է խոսում, ասում է եւ այն դեմ է մեր քաղաքակրթական կոդին։ Հատուկ շեշտադրում է բանանում այսպես էքսպրեսիայում քաղաքակրթական կոդին։ Գիտեք որն է ձեր քաղաքակրթական կոդը, Տիկին Գալստյան, ձեր քաղաքակրթական կոդը մի անգամ ասել եմ մամուլում այդ վերնագրով որ նշվել է Արինոտ տասնամյակն է Ռոբերտ Քոչարյանի կառավարման տարիների։ Տասնյակ քաղաքական սպանությունները հոկտեմբերի 27-ը, մարտի 1-ը Պողոս Պողոսյանը, սա է ձեր քաղաքակրթական կոդը։ Ձեր քաղաքակրթական կոդը բանն է՝ գույք պարտքի դիմաց, Մեղրին Ղարաբաղի դիմաց, Հայաստանը գուբերնատորի կամ ծայրակ գավառապետի դիմաց եւ դուք այս քաղաքակրթական կոդի համար այսօր կռիվ եք տալի։ Էդ է ձեր իղձը, պարոն Մինասյան, որ ասում եք սպանել եք մեր իղձերը, կարող է սպանել եք ծայրակ գավառապետ լինելու ձեր իղձերը։ Կարող է։ Դա հնարավոր է։ Խոսում եք ատելության մթնոլորտից հարգելի գործընկերներ։ Դուք ձեր ընդհանրապես խորհրդարանական ընդդիմություն եւ ձեր շրջապատող բանը, հանրույթը ատելության մարտագլխիկներն են, որոնք որ սենց հարձակվում են ամենօրյա ռեժիմով Հայաստանի Հանրապետության դեմ։ Դուք նկատել եք, որ ցանկացած դրական օրակարգի դեմ կռիվ եք տալիս։ Ցանկացած դրական օրակարգի դեմ ընդդիմությունը խաչակրած արշավանք է անում։ Դա կլինի փառատոն, դա կլինի, ասենք, չգիտեմ, որևէ միջոցառում նվիրված երեխաների հունիսի 1-ի, ասենք, երեխաների օրվա կապակցությամբ։ Դա ցանկացած իրադարձություն Հայաստանում, որը պետքա առաջացնի դրական էմոցիաներ, ատելության մարտագլխիկները հարձակվում են այդ դրական օրակարգերի դեմ եւ փորձում են միայն ատելություն, դժբախտություն, անհուսություն եւ ապաթիա գեներացնել, որովհետեւ դուք այդտեղ եք միայն ծաղկում։ Դա ձեր բնական միջավայրն է, ձեր քաղաքակրթական կոդը փթթում է այդ միջավայրում։ Դուք ինչի մասին եք խոսում։ Հիմա եկել եք կամ ատելության միջավայրից մթնոլորտից որ խոսում եք։ Ես ընդամենը մի քանի օրինակ կարամ բերեմ, ժողովուրդ ջան։ Ատելության միջավայր գեներացնող չէր ձեր պատգամավոր Գեգամ Մանուկյանի արտահայտությունը մոտ 700,000 քաղաքացիներին սեռական հայոյանք տալը։
Բաղատելության բան չէր, մթնոլորտ գեներացնել չէր, էլի ձեր պայքարող երիտասարդները, որ հարձակվում էին Գյումրիում, տարեց պապիկների վրա եւ բռնություն էին ենթարկում, որ ցանկացած քաղաքացու, որը չէր միանում ձեր փրկության շարժմանը, անվանում եք Թուրք եւ Դավաճան, դահատելության մթնոլորտ չէր, որ ձեր վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը այդ բանն էլ կա նկարա ուրեմն ինտերնետում, որ հանրության մի զգալի հատվածին չեմ ուզում բանանել, ասել թե ինչ էր անվանում դահատելության մթնոլորտի գեներացում չէր, որ քաղաքացիներին անվանում եք ժեղ դահատելության բան չէր։ Պարոն Մինասյան, երեք ասում եք, ինչու որևէ մեկը չի դատապարտել նախորդ օրը տեղի ունեցած բան եւ հատկապես շեշտադրում եք այդ դատապարտման վրա։ Ձեզանից որևէ մեկը դատապարտել է Վագն Ալեքսանյանի մայրիկի վրա կստմնելի հարձակումը։ Ինչ եք դուք արել այդտեղ։ Ձեր բանը ձերեն ինչ էր անում, տերտերը ոնց էր, այն որ կարկուտ անձրև էր քշում։ Դա դուք տեսել եք ինքը ոնց ինչ ցինիկ պահվածքա ցուցաբերել հենց պարոն Ալեքսանյանի մայրիկի նկատմամբ տեղի ունեցած այդ քստմնելի վարքագծի նկատմամբ։ Բա դատապարտել եք դուք դա, թե մի հատ հերթապահ բան եք, նախադասություն եք ասում, հետո բան եք անում, շարունակում եք նույն տրամաբանությունը։ Կամ ասենք ինչ է նշանակում նույն այդ խավարամտության արշավանքը ցանկացած նոր բանի նկատմամբ։ Եթե նկատեք, մեր ընդդիմությունը հիմնականում ագրեսիվ պայքար է մղում ինչպես դրական օրակարգեր, այնպես էլ նոր ինչ-որ հաջողված ռեֆորմների նկատմամբ։ Ասենք օրինակ հատկապես ագրեսիվ են պարեկների նկատմամբ։ Ասում են պարեկները բանով Volvo-ով իրենց գնում են բան, բայց պարեկները չեն կարող ոտով վազելով գնան այդ։ Պարեկները ինչ-որ մեքենայով պետքա գնան։ Դուք պետք է ուրախանաք, որ Հայաստանում պարեկները նոր ժամանակակից էլեկտրամոբիլներով գնում են եւ բան են անում։ Ասում են պարեկները Volvo-ի մեջով գնում են եսի ինչ։ Volvo-ն եք թիրախավորում հիմա էլ։ Ամեն ինչից անցակ անցել եք Volvo-ներին։ Այ քեզ բան, հա Բայց հիմա կասել էի, հա։ Բան եք անում, ամենամեծ իհարկե խաչակրած խավարամտության արշավանքը դա ակադեմիական քաղաքի դեմն է։ Եվ որովհետև հասկանում են, որ այս ակադեմիական քաղաքը որ եղավ, իր վերջնանպատակը այդ խավարամտության բանն ալնելու, խավարամտությունը ջնջելն ալնելու Հայաստանի Հանրապետությունից։ Դրա համար էլ պայքարում են դրա դեմ։ Դրա համար էլ պայքարում են, ոնց որ Դրակուլան խաչից էր բանանում, այսահարվում, դիվահարվել չասեմ, պարոն Մինասյան, որովհետև այդ բառից ոնց որ դուք նեղ սրտում եք։ Այսահարվում, ոնց որ Դրակուլան խաչից էր այսահարվում, դուք էլ այսահարվում եք ակադեմիական քաղաքից, պարեկներից, փառատոններից, լավ բաներից, երեխաների օրվան նվիրված լավ միջոցառումներից, ամանորյա տոնածառից, ցանկացած դրական օրակարգից դուք այսահարվում եք։ Հարգելի գործընկերներ։ Հիմա տեսնեմ ինչ ա մնացել լտակը։ Ասում է պարոն Մինասյանն ասում է, այդ ապօրինի գույքը, որ ասում եք հետ է բերվում, բա ժողովուրդը դրանից մի կոպեկ ինչ հատ է, պարոն Մինասյան, դա հոտ ինձ չի, ձեր ժամանակվա պես չի, որ այդ գույքը վերցնեն գրպանները լցնեն, եւ դա ինստիտուցիոնալ ձևով է արվում։ Կարող եք գիտեք պետությունը Ռոբին Հուդն է, հեսա գնալու է բանը, ձեր բանը տները վերցնի բանի, ժողովրդին ասի Ժորժ ջան մտեք ինչ ուզում եք արեք։ Բա դա կլինի դա կլինի հենց այդ գույքի նկատմամբ անարգանք, պարոն Մինասյան։ Դա տեղի է ունենում ինստիտուցիոնալ եղանակով մի բան, ինչը ձեզ հասու չի, որովհետեւ դուք դա չգիտեք ինչ է։ Ասում է ժողովուրդը մի հատ մի բան տե, հիմա էլ բողոքում է։ Այն ժամանակ ասում էին ինչ ապօրինի գույք, չկա տես բան, հակասահմանադրական է։ Հիմա էլ ասում է, այդ ապօրինի գույքը չենք ասում թե չկա։ Կա, բայց ժողովուրդը դա չի տեսել։ Ժողովուրդը դա տեսնում է, բայց այդ եկամուտները, որ գնում են պետական բյուջե, հետո վերադառնում են ժողովրդին ինչ որ մի կերպ վերանորոգված ճանապարհների ձևով, վերադառնում են, չգիտեմ, ասենք սոցիալական որոշակի ծառայությունների տեսքով, ինչ որ միջնորդավորված, պարոն Մինասյան, որովհետև այդ բանը, որովհետև ես հասկանում եմ ձեր իշխանության մենտալիտետը, բա իմ քյարը որն է, որովհետև դուք ուզում եք, որ մարդը իր մեջ կոնկրետ երևույթի մեջ կոնկրետ նյութական քյար տենա, որովհետև ձեր իշխանությունը հիմնված է եղել այդ քյարի վրա, հասկանում եք, մի հատ ասացվածք կա, եթե չեմ սխալվում, ինքը նաև հայկական ասացվածք է, էլի, ասում է աշխարհը դմակ, մարդը դանակ։ Հասկանում եք ինչ է, այդ դուք հենց դա եք, ձեր համար Հայաստանը մեծ դմակ ա եղել, դուք էլ դանակ եք եղել, եկել եք այդ դմակը ինչքան կարացեք կտրել եք, այդ դմակից ինչքան կարացել կերել եք, լցրել եք ձեր գրպանները բան, հիմա էլ ասում եք, բա այդ որ հետ եք վերադարձնում, բա ժողովուրդը այդ դրանից ինչ որ մի բան ունի թե չէ, իհարկե ունի, ժողովուրդը դա ամբողջը ժողովրդի համար է արվում, ատելության միջավայրից եք խոսում ժողովուրդ ջան, բայց ձեր լրատվամիջոցների, դուք տեսել եք ձեր լրատվամիջոցների ատելության քարոզը բանի նկատմամբ, ընդհանրապես Հայաստանում որևէ այլընտրանքային կարծիք հայտնող մարդու նկատմամբ, որևէ այլընտրանքային դուք պարոն Մինասյան ձեր ելույթը սկսեցիք այն բանով, որ դուք փորձ եք անում լրացնել որևէ հերոստատեսությամբ
հնչած որևէ կարծիք, նույնիսկ չեմ էլ կարծում թե այդքան շատ խորացել եք, ուղղակի որևէ կարծիք, որը դեմ է եւ ձեր կարծիքով կարելի է դրա վրա հայփ որսալ, դուք ասում եք եկեք դա էլ լրացնենք։ Ես ընդ որում չեմ մտնում այդ բանավեճի մեջ, բայց եթե մենք մի հատ բան անենք, վերլուծենք, դուք ավելի շատ եք ուզում Հայաստանում բանը ազատ մամուլը լրացվի, քան թե մենք։ Եվ դրա ամենավառապաստույցն է, որ այն Սրբազանի հարցազրույցի միջև հիմա չեք տեղադրել Աճպարարյան բանի։ Ինչ էր, Աճապարյան։ Ինչ էր, մի խոսքով, խիճեք այդ մարդու հարցազրույցը միջև հիմա տեղադրում ձեր բանին։ Եվ ամփոփելով հարգելի գործընկերներ, ներողություն, պարոն նախագահ, Տիկին Դատախազ, ես կարծում եմ, որ Հայաստանում հանրային կյանքի բազմաթիվ ոլորտներում արդարադատությունը էական առաջընթաց գործել է եւ հատկապես պատժի անխուսափելիության ինստիտուտը ներդրվել է։ Բանն այն է, որ շատ դեպքերում հնչեղ, հատկապես քաղաքական գործերով առաջընթացի պակասը ստվերում է ընդհանուր հանրային կյանքում արդարադատության առաջընթացը, որը տեղի է ունեցել։ Եվ այստեղ ես պիտի ասեմ, ուզում եմ միայն մեկ кейսի վրա ուշադրություն դարձնել եւ պիտի խնդրեմ այդ հարցին պատասխանեք։ Մենք խոսում ենք հոկտեմբերի 27-ից, խոսում ենք մարտի 1-ից, խոսում ենք Պողոս Պողոսյանից եւ մնացած ամեն ինչից, բայց նաեւ մեր բոլորովին վերջերս էլ Հայաստանում տեղի են ունեցել դեպքեր նույն շրջանակների կողմից, որոնք որ պատշաճ ոնց որ թե արդարադատությունը այդտեղ չի հաղթանակել։ Ինչ եղավ Արադ Միրզոյանի սպանության փորձի կազմակերպիչների հետ։ Ինչ եղավ արդարադատության ձեռքերը հասան արդյոք այնտեղ եւ այդ գործը ինչ հետևանք ունեցավ։ Շատ ժամանակ քաղաքացիները, երբ որ մենք խոսում ենք արդարադատության մասին ու խոսում ենք հոկտեմբերի 27-ի մարտի 1-ի ու մնացածի մասին, մեզ ասում են, բա ինչ եղավ Արադ Միրզոյանի հետ կատարվածը։ Ես խնդրում եմ նաև պատասխանել այս հարցին, որովհետև պատժի անխուսափելիության ինստիտուտը պիտի վերաբերի առաջին հերթին հնչեղ քաղաքական գործերին, առաջին հերթին նրանց, ովքեր ունեն ազդեցություն, հետո բնականաբար եւ միաժամանակ նաև հանրային կյանքի բոլոր մասնակիցներին։ Շնորհակալություն։